Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Պարոն Հովհաննիսյան, ռուս լրագրող պրոպագանդիստ Սոլովյովը ոչ ավել ոչ պակաս երեք եթերում նման արտահայտություն է անում, որ Հայաստանում պետք է գնալ մի գործողության, ռազմական գործողության, նաև ինչպիսի գործողություն իրականացնում են Ուկրաինայում եւ հետո նաև իր բառերով ասած ասում է թքած պետք է ունենալ միջազգային իրավունքի վրա, որովհետեւ Հայաստանը մեր հետաքրքրության, այսպես ասած, տիրույթում է, ոչ այնքան ինքնուրույն պետությունը, որքան մեր հետաքրքրության զոնան է։ Նախ ինչպես հասկանալ այս հայտարարությունները, պարոն Հովհաննիսյան, եւ հետո սրանք պարզապես հայտարարություններ են, թե իսկապես Ռուսաստանը օրինակ կարող է նման հեռանկարում նման սցենար ունենալ կամ պլան ունենալ իր համար։ Նախ եկեք արձանագրենք, որ ով ինչ սցենար եւ պլան ունի իր համար, դրան զուգահեռ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան անկախ պետություն է, որը իր միջազգային գործընկերների հետ ունի շատ ջերմ եւ կայուն հարաբերություններ, այս մասով եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վտանգները ըստ էության մեծապես չեզոքացված են հենց Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության, ներքին քաղաքականության շնորհիվ եւ շատ վաղուց արդեն Հայաստանի Հանրապետության ներքին կյանքի վրա որևէ ազդեցություն չունեն արտաքին, ուրեմն ուժերը այն իմաստով, որ ուղիղ կառավարում են Հայաստանի Հանրապետությունը, բայց մենք այս պատկերին ականատես ենք եղել 2018-ից առաջ։ Եվ ըստ էության մարդիկ դեռևս հույսեր են փայփայում, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր է վերականգնել մի իրավիճակ, երբ որ դրսից նախարարներ են նշանակվում, չգիտեմ, որոշվում է տվյալ երկրի արտաքին քաղաքականությունը եւ ըստ էության մարդիկ Հայաստանի Հանրապետությունը դեռևս կան շրջանակներ, որոնք փորձում են եւ Հայաստանի Հանրապետությունը պատկերացնում են ուրեմն որպես Ռուսաստանի ծայրագավառ։ Եվ այդ մարդկանց շարքում են, դուք հիմա Սալավյովին եք հիշատակում, որը որ ինձ համար ըստ էության ամենավերջին մարդկանցից մեկն է, եւ ես նրան մեկնաբանելու այդքան էլ մեծ ցանկություն չունեմ, բայց նրա ուրեմն թեզերը շարունակողները ըստ էության կան նաեւ Հայաստանի Հանրապետությունում ցավոք սրտի, որոնք ներկայանում են ընդդիմադիր ուրեմն դիրքերից։ Այսինքն սա որոշակի աջակցություն է նաև ընդդիմադիր այդ շրջանակներին նման հայտարարություն։ Դե նրանք միշտ էլ փոխգործակցել են իրար հետ։ Դուք տեսել եք ընդդիմադիր որևէ լրատվամիջոց, ինչպես որ կարձագանքեր, օրինակ, այլ Ադրբեջանից, Թուրքիայից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը վերաբերող որևէ տեքստի նույն կերպ արձագանքի, օրինակ Սալավյովին չեն արձագանքում, չէ՞, սա ինչ որ մտածելու տեղ ամեն դեպքում պետքա որ տամ ես։ Ինչ վերաբերում է բուն հայտարարությանը, ես անցել է բավականին ժամանակ, ես ռուս գործընկերների պաշտոնյաների կողմից ցավոք դեռևս հայտարարություն չեմ տեսել առայն դատապարտող հայտարարություն, հերքող հայտարարություն, որ գիտեք ինչ կա, Սալավյովի հայտարարությունը որևէ կապ չունի, ուրեմն պետական քաղաքականության հետ, որովհետև ըստ էության մարդկանց ընկալումներում տվյալ հաղորդավարը եւ նրա նման մի շարք մարդիկ, նաեւ ցավոք հայկական ազգանուն ունեցող մարդիկ, ուրեմն շատ ուղիղ կապ ունեն պետական ապարատի հետ։ Եվ մեր հանրության ընկալումներում ցանկացած նման հայտարարություն ուղիղ նույնականացվում է Ռուսաստանի բարձր, ուրեմն դիրքերից ընչող հայտարարությունների հետ, եւ հետո էլ ռուս գործընկերները կամ Հայաստանում գտնվող մի շարք մարդիկ, որոնք սպասարկում են ըստ էության այլ երկրների շահեր, սկսում են բողոքել հակառուսական տրամադրություններից Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ դուք ինչ եք ուզում։ Դուք ուզում եք, որ Ռուսաստանի ըստ էության իշխանությանը ծառայելով ամենահայտնի լրագրողի այս հայտարարությունից հետո Հայաստանում չառաջանան հակառուսական տրամադրություններ։ Առաջանալու են հակառուսական տրամադրություններ այնքան ժամանակ, քանի դեռ համապատասխան կառույցները չեն դատապարտել եւ տեղը ցույց չեն տվել ուրեմն տվյալ անձնավորության։ Լրջակույն խնդրեմ է ըստ էության նման հայտարարություններ լսելը, հենց դրա համար էլ հայկական հեռուստաեթերում եւ մեդիա դաշտում օրենքի ուժով արգելված են այդ անձնավորության հաղորդումները, բայց դրա համար են ուրեմն արգելված, բայց դե մեդիան եւ ինտերնետն այնպեսին է, որ ինչքան էլ արգելես, մեկը այն հայ հանրության շրջանում հայտնվում է, նաեւ ինչի՞ չէ հայկական լրատվամիջոցների ձեռամբ։
Իդեպ ՀՀԿ փոխնախագահը ամեն դեպքում անդրադարձել է տեղի ունեցածին։ Արմեն Աշոտյանը ասում է, որ Էրդողանի, Ալիևի, Ֆիդանի, Բայրամովի քոցները անձրևի տեղ սղացնող նիկոլական քարոզչամեքենան լցվել է Սոլովյովի անհաջող ձևակերպումներով ռուսաֆոբիայի կրակը վառ պահելուն։ Նաև ասել է, որ մեծ սիրով Սոլովյովին հարցազրույց կտար եւ կխոսեր հայ-ռուսական հարաբերություններում եղած խնդիրների մասին, մինչդեռ այս իշխանությունները զբաղված են ռուսաֆոբիայի հերթական ալիքը, այսպես ասած, վառ պահելով։ Հիմա հարց ինչու եք զբաղված։ Պետական կուսակցության փոխնախագահին կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շատ կոնկրետ ասել են ինքը ինչ պետք է անի կամ ինչ պետք է լինի ավելի շուտ եւ ըստ էության դրան ավելացնելու շատ բան չկա եւ իր ցանկացած մեկնաբանություն երբ որ ինքը փորձում է գրի թող մի հատ YouTube-ում դնի, լսի իրան ինչ են ասում, իր մասին ինչ են մտածում հայ հասարակությունում եւ ըստ էության ամփոփի իր գրառումները, սփոփվի ինքը իրանով եւ անցնի առաջ։ Դրա ինչ որ լուրջ մեկնաբանություն տվյալ անձնավորությունը չեմ կարող տալ, պարզա որ իրանց համար հաճելի կլինի գնալ եւ Սալավյովի նման մարդկանց հարցազրույցներ տալ, այդ պարզից էլ պարզա, ոչ են գալու ձեզ հարցազրույց տային, որովհետեւ դուք տալու եք հարցեր, որոնք նրանց դուր չեն գալիս։ Իսկ մյուս կողմում տալիս են հարցեր, որոնք ըստ էության թույլ են տալիս նրանց անել հակապետական հայտարարություններ, ծառայել արտաքին շահերին եւ այդպես շարունակ։ Գլոբալ պատկերում ըստ էության Հայաստանի Հանրապետությունում մենք մոտենում ենք ընտրական, ուրեմն օրվան եւ ըստ էության կարելի ասել, որ մենք բուրըն ընտրական process-ի մեջ ենք գտնվում արդեն այսօր եւ ուժերը, որոնք փորձում են վերականգնել ուրեմն իրենց ազդեցությունը Հայաստանի Հանրապետությունում, իրենց ուրեմն գործիքների միջոցով փորձելու են հարվածել մեզ։ Դա կլինի ինչ որ մի ռուս հաղորդավարի հայտարարության տեսքով։ Դա կլինի քիչ առաջ ձեր կողմից նշված անձնավորության ինչ որ գրառման տեսքով։ Դա կլինի ուրեմն եկեղեցու ներսում ծվարած տիրադավների տեսքով։ Դա կլինի փողով ուրեմն աշխատող լրագրողների տեսքով, փողով նկատի չունեմ աշխատավարձով, նկատի ունեմ հենց կոնկրետ այդ գործի համար ստացվող վարձավճարով, այսինքն բոլոր գործիքները հիմա փորձելու են մեկտեղել, որպեսզի Հայաստանը վերադարձնեն իրենց պատկերացումներին, Հայաստանը դարձնեն էլի ծայրագավառ, բայց այդ ծայրագավառականները որևէ հաջողություն չեն ունենալու, ում ուզում են բերեն։ Հիմա ռուսաստանցի օլիգարխ բերեցին, ռուսաստանցի օլիգարխի հիմա հարազատներն են փորձում ուրեմն փրկել նրան ինչ որ անմիտ վիճակագրություններով, ոչ քաղաքական տեքստերով, բանավեճերից փախնելով, բանակից փախնելով եւ այլն գալիս են եւ սկսում են խոսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մասին, ել չգիտեմ ինչի մասին։ Եվ ձեր հարցը ամենաառաջին, որը Սալավյովի մասին էր եւ ըստ էության հայտարարության մասին էր, որը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը հարվածելու մասին է, ինքը շատ գլոբալ հարց է եւ այդ հարցին պետքա բերենք եւ գումարենք մի շարք այլ գործիքների, մարդկանց եւ հայտարարությանը, որովհետեւ սրանք ամբողջը մեկ ընդհանուր ուրեմն զամբյուղի մեջ են։ Փորձենք այս թեմայի շուրջ վերջին հարցը ամփոփեմ։ Պարոն Հովհաննիսյան, այնուամենայնիվ ինչով էր պայմանավորված Սալավյովի ջղաձգությունը եւ նման հայտարարությունը, որ ամեն դեպքում մենք մեր ազդեցության գոտին կորցնում ենք եւ պետք է գնալ կտրուկ քայլերի, այնպիսին ինչպիսի Ուկրաինայում է։ Այսինքն դուք էլ ասացիք, որ ընտրական տարի է եւ ցանկացած գործողությունների պատրաստ են եւ կարող են գնալ, բայց այնուամենայնիվ մենք կարող ենք ենթադրել, որ Սալավյովի մոտ ընկալում կա, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում, ազատ թափանցիկ ընտրություններում, այնուամենայնիվ Սարգսյանը, Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, որոնց դուք հիշատակեցիք, հաջողություն չեն ունենալու, այն հաջողությունը, որը իրենք պատկերացնում են։ Դե եթե պրիմիտիվ, հա, տրամաբանությամբ առաջնորդվենք եւ նայենք թե ինչ է տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, ինչ զարգացումներ կան, ինչ առաջընթաց կա, վերջի վերջո խաղաղությունը հաստատվել մեր երկրում։ Եվ ըստ էության հենց խաղաղության շնորհիվ երկրում տեղի ունեցող մի շարք ուրեմն ծրագրերի շնորհիվ, զարգացման ծրագրերի շնորհիվ եւ արտաքին քաղաքականության բալանսավորված արտաքին քաղաքականության շնորհիվ Հայաստանը շատ վաղուց արդեն որևէ մեկի ազդեցության գոտին չէ։ Եվ այդ մտորումը, որ մենք կորցնում ենք մեր ազդեցության գոտին, տեղին չի, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ազդեցության գոտի չի այլևս։ Շատ վաղուց արդեն։ Այստեղ կարող ենք խոսել այն մասին, որ մարդիկ, ինչպես ասեցինք, հույսեր են փայփայում, որ կարող են վերադարձնել իրենց ազդեցությունը եւ Հայաստանը կրկին վերածել ծայրագավառի,
բայց նրանք խորապես սխալվում են եւ այո, նրանք էլ շատ լավ գիտեն, որ ուրեմն այն մարդիկ, որոնց վրա իրենց լեզվով ասած ստավկա են դրել ժամանակին, այդ մարդիկ տանուլ են տվել։ Այդ մարդիկ հնարավորություն չունեն Հայաստանի Հանրապետությունում ուրեմն որևէ քաղաքական հաջողություն գրանցելու, չունեն ուղղակի։ Դա ցույց տվեց 21 թվականի ընտրությունները պատերազմից հետո, երբ որ ինչ ունեին խաղադրույք էին կատարել Ռոբերտ Քոչարյանի վրա, բայց հայ ժողովուրդը ասաց, որ ոչ, մենք ծայրագավառ այլևս չենք դառնալու։ Եվ 26 թվականին, 21 թվականից 5 տարի անց այն արհավիրքների միջով, որոնք որ մենք անցել ենք, այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել, հատկապես օգոստոսի 8-ի փաստաթղթից հետո, բնական է, որ այն մարդիկ, որոնք ելի եմ կրկնում, ուզում են Հայաստանը վերադարձնել ծայրագավառի տրամաբանության, շատ լավ հասկանում են, որ նրանց ուրեմն ուժերը սպառված են, նրանք մինչև քոքը մաշված են եւ ուրեմն այլևս Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հաջողություններ գրանցել չեն կարողանա, որտեղ ժողովուրդը շատ լավ ամեն ինչ տեսնում է, ժողովուրդը ապրում է այս իրականության մեջ, տեսնում է այն փոփոխությունները, որոնք կան, իր մաշկի վրա զգում է խաղաղությունը եւ ուրեմն սա է կարևորը։ Եվ այո, մենք գնալու ենք 26 թվականին արդար եւ թափանցիկ ընտրությունների, որտեղ ես վստահ եմ, որ ժողովուրդը հաղթելու է, ես վստահ եմ, որ ժողովուրդը ընտրելու է խաղաղությունը 2026 թվականին։ Բայց միևնույն ժամանակ ես վստահ եմ նաև, որ հարձակումները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ ժողովրդավարության վրա ուժ գնանալու են, թե դրսից, թե ներսից։ Մենք դրան պատրաստ ենք եւ մենք ամեն գնով պաշտպանելու ենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ 26 թվականին ունենալու ենք արդար եւ թափանցիկ ընտրություններ, որտեղ հաղթելու է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Պարոն Հովհաննիսյան, բայց հատկանշական է, որ վերջերս Մարտուն Գրիգորյանը ելի խոսել էր Գյումրու սցենարի մասին, ասել էր, որ Գյումրու սցենարը լավ մշակված սցենար է եւ դա ձեռները ծալած նստելով չես կարող հասնել դրան երկրորդ անգամ, այսինքն պետք է աշխատել այդ ուղղությամբ։ Հիմա հասկանալի է, որ ընդդիմությունը խաղարկելու է նաեւ նման սցենար, Էդմոն Մարուկյանն է բազմիցս հայտարարել, որ իրենք պետք է միավորվեն մեկ նպատակի շուրջ, իսկ թե որն է այդ մեկ նպատակը երևի ավելի լավ կմանրամասնեն իրենք, բայց այնուամենայնիվ նաեւ այդ սցենարն է խաղարկվելու։ Հիմա չկա այդ մտավախությունը։ Չէ, ես օրինակ Գյումրու ընտրություններից հետո ես ինքս էլ մտածում եմ, որ ընդդիմությունը գնալու է հենց այդ ճանապարհով։ Բայց ձեր հիշատակած անձը, որ այտենց ուրախությամբ խոսում է Գյումրու սցենարից որպես հաջողված սցենար, ընդդիմության համար Գյումրու սցենարը տապալված սցենար պետք է լինի, որովհետև ներողություն, բայց բացահայտվել է նրանց կեղտոտ միտքը, բացահայտվել է որն է, նրանք բերել են եւ Վարդանիկին դարձրել էին Գյումրու քաղաքապետ, որը 6 ամիս էլ չդիմացավ եւ գնաց կաշառքի։ Այսինքն ինչ են նրանք առաջարկում ժողովրդին։ Առաջարկում են, ասում են ինչ, մենք ընդդիմադիրներս միավորվում ենք, որպեսզի օրինակ Հայաստանում վարչապետ դարձնենք Վարդանիկի նման որևէ մեկին կամ միգուցե հենց Վարդանիկին, ես չգիտեմ արդեն։ Հետևաբար Գյումրու սցենարը ընդդիմության համար այտենց լավ սցենար չի, որ դրոշակի պես թափահարում են եւ փորձում են այդ սցենարով առաջ շարժվել, որովհետեւ մեր քաղաքացիները, առաջին հերթին գյումրեցիները բացահայտել են եւ հասկացել են, որ այդ ներողություն այդ սցենարով նրանք ուրեմն կորցնում են, քաղաքացիները կորցնում են իրենց իշխանությունը, իրենց քաղաքում, այս դեպքում Գյումրիում, ել չեմ խոսում Հայաստանի Հանրապետության մասին։ Ինչ սցենար ուզում են, թող մտածեն ընդդիմադիրները, Էդմոն Մարուկյան կլինի, Արման Թաթոյան կլինի, ինչ էր անում են երիտասարդի, Նարեկ Կարապետյան կլինի, էլ ով կա դաշտում, ով ուզում է լինի, Ռոբերտ Քոչարյան կլինի, Սերժ Սարգսյան կլինի, եւ այլն եւ այդպես շարունակ, Կտրիշ Ներսիսյան կլինի, այս մարդիկ բոլորը նույն Զամբյուղի հակի անձնակազմը Լևոն Զուրաբյան կլինի, այս մարդիկ, ասում եմ, մի Զամբյուղի մարդիկ են, երբ որ դուք ձեր հարցադրման մեջ ասում եք, դե իրանք ավելի լավ կբացատրեն, թե ինչի համար են իրանք միավորվել, չէ, իրանք չեն բացատրի հենց այդ ինչի համար են իրանք միավորվել, որովհետև իրանք միավորվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը գողանալու համար, եւ նրանց երազանքն է, ինչպես նախկինում, դառնալ ծայրագավառի պետ, այսպես ասած, գուբերնատոր են ուզում դառնան այդ մարդիկ։ Էդմոն Մարուկյանն էլ է, Արման Թաթոյանն էլ է, ասենք ում մասին ենք մենք խոսում, Էդմոն Մարուկյանի, ով վարչապետի աշխատակազմում էր աշխատում եւ ուրեմն տակից
Եվրոպամետ էր խաղում, տակից ռուսական պրոպագանդիստների գիծներ պաշտպանում, այդ Էդմոն Մարուքյանը, թե Արման Թաթոյանը, որը որ ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպան դառավ, հետո պարզվեց, որ ինքը մարդու իրավունքների հետ ընդհանրապես կապ չունի դատելով իր հայտարարություններից, ել չեմ խոսում քաղաքականության մասին, ել չեմ խոսում դրանից առաջ ինքը ով էր եղել եւ ինչ գործունեություն ա ծավալել։ Այսինքն այս մարդիկ նույն զամբյուղի մարդիկ են եւ այս իմաստով մենք էլ մեր տեղում ենք եւ մեր ժողովրդին հստակ հատիկ առ հատիկ բացատրելու ենք, ներկայացնելու ենք, վերլուծելու ենք, ապացուցելու ենք, թե ով է։ Իհարկե ապացուցման տեսանկյունից կարծում եմ այդքան շատ բան չկա ապացուցելու ամեն ինչ պարզ է, բայց գործընթացները շարունակվում են, ասում եմ, հեսա ավելի կթեժանա ընտրական ուրեմն շրջանը եւ այդ ընթացքում էլ մենք էլ մեր հերթին, մեր ժողովրդի համար ամեն բան շատ հստակ կբացատրենք, որպեսզի հանկարծ որևէ մեկը մեր քաղաքացիներից ուրեմն չտրվի ինչ որ մարդկանց խաբկանքներին, ինչ որ մարդկանց բարեգործություններին եւ այլն եւ այդպես շարունակ։ Դե հիմա Նարեկ Կարապետյանն էլ ասում է գալու ենք եւ Հայաստանում ոչ մի աղքատ մարդ չի մնալու, տնտեսությունն ենք զարգացնելու, Վրաստանի հետ են զուգահեռներ տանում, ասում։ Չէ, կներեք, ինձ հետաքրքիր է, այլ այտենց որ խոսում են։ Բա մինչեւ հիմա ուր էիք դուք ընդհանրապես։ Քո հորեղբայրը հանրապետական կուսակցության ուրեմն ղեկավարն էր, խմբակցության ղեկավարն էր։ Բա զարգացնեիք։ Բախի գողանում այդ ժամանակ պետությունից։ Բայց ժամանակ ընդհանրապես ձեր մտքով չէր անցնում, որ գայք ասում գանք գործարաններ ասարքեիք։ Ինչ որ մեկը ձեզ բռնել էր ձեր ձեռքը, ասում էր մի սարքեք, թե դուք մենակ ինչ որ ծառայությունների դիմաց կարող էիք Սերժ Սարգսյանի համար դաչա սարքել, էլի Հայաստանը դիտարկելով որպես ծայրագավառ, դուք պատկերացնում եք, չէ, երկրի ղեկավարի դաչան են սարքել ինչ որ մի ռուս միլիարդատեր։ Եվ հիմա էլ իրանք եկել են եւ մեր վրա հաթաթա են անում, մատ են թափ տալիս, ասում են, այ մենք ենք սարքել կառավարական առանձնատունը։ Ախր դա ասելու բան չի, դուք պետքա լռեք եւ չխոսաք դրա մասին, որովհետեւ դա ներողություն, մեր բոլորի ամոթն է, որ Հայաստանի Հանրապետության թիվ 1 ուրեմն առանձնատունը, ղեկավարի առանձնատունը սարքում է ռուս օլիգարխ։ Ում եղբայրը հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավարն է, ով ի դեպ քվեարկել է, որ ուրեմն Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը ավարտվում է եւ սկսվում է Ադրբեջանի Հանրապետությունը։ Այդ մարդիկ են, այս մարդիկ։ Եվ հետեւաբար այստեղ փորձել հիմա ձևանալ որպես նոր, ձևանալ որ որևէ մեկի հետ մենք կապ չունենք եւ այլն եւ այդպես շարունակ, ներողություն, սա ծիծաղելի է ուղղակի, որովհետեւ չի կարա ինչ որ մարդ որևէ մեկի հետ կապ չունեն, երբ որ դու ուրեմն երաշխավորում ես, որ քո չայանը բերթից դուրս գա, ուրեմն առանձնատուն ես ստեղ սարքում ինչ որ մի ծառայությունների դիմաց վստահաբար, որովհետև այդպես բաներ չեմ կարծում Սերժ Սարգսյանի սիրուն աչքերի համար են, էլի այդ առանձնատունը սարքել։ Եվ այսպեսի շատ բաներ, եւ հետո երբ որ լսում ես ուրեմն թեզերը, առաջարկները, որոնք մատուցվում են հայ ժողովրդին այսօր, ներողություն, բայց դա ծիծաղելի է, ամոթ է ուղղակի, գալ ասել դպրոցներ մի սարքեք, գործարաններ սարքեք, ներողություն, բայց գործարաններում ովքեր են աշխատելու, դպրոցում չսովորած մարդիկ, այս է իրենց պատկերացումը։ Նրանք դեռևս մտածում են, որ կարող են գնել մարդկանց։ Եվ այդ տրամաբանությունը արտահայտվում է իրենց գործողություններում։ Դուք տեսնում եք, ինչ որ բարեգործական բաներ են անում։ Հիմնադրամներ կամ որ ուսանողների վարձեր են տալիս եւ այլն եւ այդպես շարունակ, ուղիղ կերպով փորձում են գնել մարդկանց։ Իսկ դա հնարավոր չէ որևէ կերպ բերել օրենքի դաշտում։ Հնարավոր է բերել, դե տեսեք, եթե օրինականության տիրույթում եւ իրավունքի դաշտում ենք խոսում, այս պահին սա նախաձեռնություն է, որը որևէ կերպ չի մտնում նույն ֆիլտրերի տակ, նույն օրենսդրության տակ, որոնց տակ որ մտնում են օրինակ կուսակցությունները։ Մենք օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մենք հաշվետու ենք, թափանցիկ կա մեր եւ մուտքերը եւ ելքերը, բոլորը կարող են տեսնել մենք ինչի վրա ինչքան գումար ենք ծախսում եւ այլն եւ այդպես շարունակ։ Իսկ իրենց դեպքում մենք հասկանում ենք, որ միլիոնավոր դոլարներ են ծախսվում, թե հիբրիդային պատերազմի ուղղությամբ, թե տեղում հողի վրա մարդկանց բարեգործության անվան տակ խաբելու եւ գնելու ուղղությամբ, եւ այդ ամենը ցավոք սրտի այս պահին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը դրանց լուծումներ չի տալիս եւ այս մարդիկ էլ օգտվում են այս բացից, բայց դե բնականաբար երբ որ գա ընտրական փուլը ստիպված են լինելու ուրեմն վերաձևակերպվել որպես քաղաքական միավոր եւ արդեն մտնել լիարժեք թափանցիկության դաշտ, բայց ես ասեմ, որ հենց վաղը ունենք եւ անդադար ունենք այդ քննարկումները ընտրական օրենսգրքի
բարելավման փոփոխության վերաբերյալ, այնպիսի փոփոխություններ, որոնք հնարավոր են անել մինչև ընտրություններ, եւ ես կարծում եմ մենք որոշ հարցերի լուծումներ կտանք, որպեսզի փակենք ուրեմն, այսպես ասած, շարլատանների ուրեմն շարժվելու տեղը այս ընտրական գործընթացներում։ Իդեպ դա քաղաքասարակության պահանջներից եւ մեղադրանքներից մեկն է։ Եվ մեր աշխատանքը, ես որ ասեցի, հենց քաղաքասարակության հետ համատեղ տեղի ունենում եւ ես կարծում եմ, որ մենք արդեն գտել ենք լուծումներ եւ շուտով դրա մասին կիմանաք արդեն ազգային ժողովի նիստերից։ Որովհետեւ քաղաքասարակության հստակ պահանջներից մեկն այն է, որ նման ուժերը առնվազն գոնե հնարավորություն չունենան մասնակցելու, ոչ միայն մասնակցեն եւ մեր ժողովուրդը պետք է իմանա ինչ են անում այս մարդիկ։ Ինչ որ ՀԿ-ներ են բացում, տարբեր նախաձեռնությունների անվան տակ, բայց դրանք շատ կոնկրետ քաղաքական ուղղվածությունների ՀԿ-ներ են, փող են ստանում շատ կոնկրետ կետերից, հետո օրինակ կարող է գնան համայնքներում ասեն մենք դիտորդական առաքելություն ենք իրականացնում, հայաքվեն օրինակ, շատ կոնկրետ քաղաքական ուղղություն ունեցող ուրեմն ՀԿ-յա նախաձեռնությունն է, որի անդամները շատ կոնկրետ քաղաքական տեքստեր են ասում, հետո գնում են ասում են թե բա մենք անկախ դիտորդ ենք, ախր դուք ո՞նց կարաք անկախ լինեք, այն էլ դիտորդ։ Եվ այստեղ մի շարք խնդիրներ ունենք, բացեր ունենք օրենսդրության մեջ, որոնց լուծումներ կտանք վստահաբար, որ չխաբվեն մեր սիրելի հայրենակիցները։ Վերադառնալով քաղաքասարակությանը եւ հարցազրույցի առաջին մասին, մասնավորապես Սոլովյովի հայտարարություններին, պարոն Հովհաննիսյան, տեսեք, երեկվանից նաեւ քաղաքասարակության որոշ շրջանակներ այսպես սկսեցին ոչ այնքան մեղադրանքներ, որքան կոչ եւ կամ պահանջ ձեր իշխանությունից, որ պիտի սա ազդակ լինի, որ վերջնականապես քաղաքացիական պայմանագիրը որոշում կայացնի եւ դուրս գա հապկից կամ դուրս հրավիրի ռուսական ռազմաբազան Հայաստանի տարածքից, որովհետեւ դա ոչ այնքան պաշտպանելու մասին է, որքան սպառնալիք է։ Էլի քաղաքասարակության մեղադրանքներն են մեջբերում, այսպես ասեմ։ Դուք կիսում եք այս պահանջները, կոչերը եւ Ես կիսում եմ մտահոգությունները ռիսկերի մասին, մենք ենք դրա մասին առաջին հերթին խոսել եւ ես եթե չեմ սխալվում, հենց վարչապետն է այդ արտահայտության հեղինակը, որ ավելի շատ սպառնալիք է ՀԱՊԿ այսօր մեզ համար, քան անվտանգության բարձիկ, որովհետեւ երբ որ դու վստահ ես, որ քո մեքենան ունի անվտանգության բարձիկ եւ դու այդ հույսով քշում ես, կոպիտ ասած, ինքը չի բացվում, աղետը անխուսափելի է։ Հիմա մենք որպես պետություն մեր անվտանգության բարձիկը մեզ համար մշտապես եղել է ՀԱՊԿ եւ պատերազմի օրերին մենք տեսել ենք, որ ուրեմն ՀԱՊԿ չի բացվում անհրաժեշտ պահին, չի օգնում մեզ եւ մենք ըստ էության հայտնվում ենք աղետալի իրավիճակում։ Բայց հետագա գործողությունները, իրավակազմակերպչական հարցերը, հա, այսինքն դուրս գալ, չգալ եւ այլն եւ այդպես շարունակ, մենք բնականաբար ամեն բան շատ մանրամասն քննարկում ենք, լսում ենք դժգոհություններն, առաջարկներն էլ, բայց առաջ ենք շարժվում Հայաստանի Հանրապետության պետական շահից ելնելով, հաշվի ենք առնում մի շարք ռիսկեր արտաքին, որ կան, հաշվի ենք առնում նաեւ այս պահին եղած իրավիճակում որքանով է մեր ՀԱՊԿ անդամակցությունը խոչընդոտում մեզ անել այն, ինչ բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահերից, թե տնտեսական, թե քաղաքական, թե հատկապես ռազմական իմաստով, եւ ես կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ մենք սառեցրել ենք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ՀԱՊԿ-ը որևէ տիպի խոչընդոտ չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար իր ուրեմն գործընկերային հարաբերությունները այլ երկրների հետ հաստատելու համար մենք նախորդ տարի 6 ռազմաքաղաքական դաշնակցության մասին պայմանագրեր ենք ստորագրել աշխարհի գերտերությունների հետ եւ ըստ էության այս տրամաբանությամբ էլ շարժվելու ենք առաջ։ ՀԱՊԿ-ից դուրս գալու թեման հիմա ակտուալ իմաստով չի քննարկվում, բայց դա մի թեմա է, որը միշտ կարող է գալ դրվել սեղանին եւ քննարկվել։ Այս պահին այդ մասով որևէ որոշում, վերջնական քննարկում չկա, կա այն ինչ որ հրապարակային է, բոլորս գիտենք դրա մասին։ Ռուսական ռազմաբազայի մասով որևէ քննարկում կամ նման թեմա կա, որովհետև քիչ չեն նաև այդ իմաստով պահանջները։ Այս պահին նման քննարկում չկա, կան քննարկումներ ռուս գործընկերների հետ, մեր հարաբերությունները հնարավորինս գործընկերային հարթության վրա բերելու համար։ Սրանք են այդ քննարկումները։ Ռազմաբազան հանելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ այս պահին քննարկումներ չկան։ Եթե նման քննարկումներ կլինեն, կարծում եմ հանրության համար ամեն ինչ արդեն շատ պարզ է, այդ քննարկումները հնարավորինս հրապարակային են տեղի ունենում, շատ դեպքերում շատ ավելի հրապարակային, քան պետք է կարծում եմ։
Եվ հայ-թուրքական հայ-ադրբեջանական հարաբերություններին նաև անդրադառնանք պարոն Հովհաննիսյան, որքան էլ որ նույն Ռուսաստանից որոշակիորեն արձագանքներ ենք լսում, երբեմն նաև հարթակ են առաջարկում, որ Մոսկվան էլի պատրաստ է աջակցել, բայց նաև ջղաձգության նոտա ենք տեսնում եւ որոշ ընդդիմադիր շրջանակներ, ներհայաստանյան շրջանակներ փորձում են այսպես կամ-կամի քաղաքականություն, այսպես հրամցնել հանրությանը, որ Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավում են Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու հաշվին եւ կամ Ռուսաստանին քշում են Թուրքիային բերելով, այս մանիպուլատիվ թեզերը արդեն ընկալելի է հանրության համար եւ նաեւ ընկալելի է թե ինչ է կատարվում հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ բարելավման համատեքստում։ Դե այդ թեզը մշտական թեզ է, որ դեռևս հարյուրամյակների պատմություն ունի, կամ Ռուսաստան կամ Թուրքիա դրամաբանությունն է։ Ես չեմ կիսում այդ դրամաբանությունը։ Հողի վրա նման ուրեմն ընտրանք Հայաստանը չունի։ Դա ուրեմն Հայաստանի Հանրապետությանը փակ ուղի տանող խոսույթ է եղել միշտ եւ վախեր սերմանելու խոսույթ է եղել միշտ։ Այսինքն եթե դու չես ուզում լինել Ռուսաստանի ծայրագավառ, դու դառնալու ես թուրքական վիլայետ։ Էսա թեզը։ Ոչ, մենք ոչ թուրքական վիլայետ ենք, ոչ ռուսական ծայրագավառ։ Մենք միջազգայինորեն ճանաչված անկախ եւ ինքնիշխան պետություն ենք։ Մենք Հայաստանի Հանրապետությունն ենք եւ մենք հայ ժողովուրդն ենք, որը ապրում է իր հողի վրա, իր հայրենիքում, իր իրական Հայաստանում։ Եվ վաղուց արդեն ես կարծում եմ, այդ թեզը կոտրվել է եւ մարդիկ էլ հասկանում են, որ իրական ռեալ հողի վրա դա ուղղակի խապկանք է եղել Հայաստանի Հանրապետությանը փակ ուղում պահելու եւ թոկը գցած պահելու համար։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը առնվազն ժողովուրդն էլ է տեսնում հրապարակային մեր հայտարարություններից, որ շատ ակտիվ համագործակցում է Թուրքիայի հետ եւ նաեւ Ադրբեջանի հետ էլ արդեն էլ ավելի բաց է ամեն ինչ, ապրանքաշրջանառությունը սկսվել Ադրբեջանի հետ, կան հետաքրքրվածություններ հայկական ապրանքների վերաբերյալ Հայաստանում։ Գետնի վրա արդեն խաղաղություն։ Գետնի վրա, տեսեք, գետնի վրա այսօր հայկական եւ ադրբեջանական ընկերությունները միմյանց հետ բանակցություններ են վարում տարբեր ապրանքների վերաբերյալ։ Եվ սա իրականություն է։ Իրականությունն այն է, որ արդեն 1 տարի երևի 9 ամիս, եթե ես չսխալվեմ ժամկետների մեջ, կամ ավելի շատ, կամ մի քիչ քիչ կարևոր չի։ Կրակոց չունենք մենք սահմանին։ Սրանից ավելի լավ ազդակ, որ կա խաղաղություն, էլ ինչը պետքա լինի։ Եվ արդեն տնտեսական հարաբերություններն էլ բնականաբար էլ ավելի են ամրացնելու խաղաղությունը, որովհետև եթե մենք հիշում ենք, մենք մշտապես ասել ենք, որ ուրեմն ռազմական բաղադրիչով չի միայն, որ պետք է ապահովել խաղաղություն, այսինքն մարդիկ չպետք է տեսնեն, որ դու ուժեղ ես եւ չհարձակվեն քո վրա, ոչ։ Խոսքը այստեղ տնտեսական բարձիկների մասին է, որովհետեւ երկու պետություններն էլ, 3 պետություններն այս դեպքում տարածաշրջանի, Ադրբեջանը, Հայաստանը եւ Թուրքիան, այս պահին փոխշահավետ գործակցության մեջ են արդեն տնտեսական իմաստով, ինչը նոր բարձիկներ է ստեղծում խաղաղության ամրապնդման համար եւ ուրեմն առնվազն թշնամանքի կառավարման համար, որը տարիների ընթացքում կուտակվել է մեզ հայտնի պատճառներով։ Թուրքիայի հետ հարաբերություններում առանձին վերցրած գիտենք, որ կան պայմանավորվածություններ երրորդ անձանց ուրեմն անցման վերաբերյալ դիվանագիտական անձանց վերաբերյալ ապրանքների եւ այլն, այդ պայմանավորվածություններն ուժի մեջ են, բայց ես կարծում եմ, որ նաեւ այստեղ մեծապես կախված է հայ-ադրբեջանական Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կոնտեքստը, որովհետեւ մեծ հաշվով Հայաստան եւ Թուրքիա պետությունները ժամանակակից միմյանց հետ խնդիր չունեն տնտեսական համագործակցություն եւ քաղաքական դիվանագիտական համագործակցություն հաստատելու իմաստով։ Ես որպես ԵԱԿ խորհրդարանական վեաժողովի անդամ գնում եմ, մենք թուրք գործընկերների հետ հանդիպում ունեցել ենք, զրուցել ենք իրար հետ, նախորդիվ ադրբեջանցի գործընկերների հետ ենք զրուցել եւ ես կարծում եմ, որ այս մթնոլորտը, որը որ գոյություն ունի այսօր, խաղաղության մթնոլորտի իմաստով պատմական է, պատմական ձեռքբերում է, որը որ ես ելի կկրկնեմ, մենք վստահաբար ամրացնելու ենք 26 թվականի ընտրություններին։ Պարոն Հովհաննիսյան, տեսեք, մայիսի 4-ին Երևանում տեղի ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, մինչ այդ գիտեք, քիչ էին խոսակցությունները, որ այստեղ հնարավոր կլինի տեսնել նույն Ռեջեփ Թայիփ Էրդողանին կամ խոսակցություններ կային, որ վարչապետն էլ այդ մասին հայտարարել, որ Ալիևին էլ է հրավիրելու Իլհամ Ալիևին։ Նախ ինչ կտեսնենք մենք այդ օրերին, իդեպ վերջերս ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկը հորդորում էր, որ այդ քաղաքական գագաթնաժողովը տեղափոխել
հունիսից հետո, որովհետև ասում էր մայիսին, եթե հայ հանրությունը տեսնի այդքան եվրոպացի գործիչներին, պիտի մտածի, որ դա այս իշխող ուժի ձեռքբերումն է, որ այդքան եվրոպական ներկայացուցիչներ գտնվում են Երևանում, ընդհանուր առմամբ կուզենամ արձագանքել։ Բա ընդդիմության ձեռքբերումը չի։ Բա ում ձեռքբերումն է։ Չէ, ներողություն, հիմա համեստություն չանենք, էլի։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխող թիմը, падգամավորները, նախարարները ամեն բան արել են, որպեսզի վարչապետի գլխավորությամբ ամեն բան արել են, որպեսզի մեր հայտարարությունը բալանսավորված արտաքին քաղաքականություն ունենալու մասին դառնա իրողություն։ Եվ դա այսօր իրողություն է։ Անթիվ են, չգիտեմ, ինչքան շատ են եղել վարչապետի այցերը նախորդ տարի։ Դուք հիշում եք որևէ մի ղեկավար, որ կարողանար ԱՄՆ-ից թռներ Մոսկվա, հետո Մոսկվայից գնար, ասենք, Պեկին, Պեկինից հետո գնար Թեհրան եւ վերադառնար Երևան։ Եվ դրա համար քննադատվում։ Անվնաս վերադառնար Երևան այս այցից հետո։ Եվ քննադատվում է մարդը դրա համար, որ այսինքն պետության ղեկավարը, որը ամեն բան անում է, որպեսզի պետություն ունենա բալանսավորված քաղաքականություն եւ արտաքին ռիսկերը հնարավորինս նվազ լինեն, եւ մենք որևէ մեկի աչքին ազդեցության գոտի չերևանք, այս դրա շնորհիվ է, որ կարողանում ենք մայիսի 4-ին այդ միջոցառումը Հայաստանում, Երևանում կազմակերպել եւ ոչ միայն այդ միջոցառումը, դրանից առաջ բազմաթիվ ուրեմն կարևորագույն միջոցառումներ են եղել, որտեղ հարյուրավոր եվրոպական եւ ոչ միայն եվրոպական падգամավորներ են եղել, ամբողջ աշխարհից են եկել եւ տեսել են Հայաստանը ներսից։ Տեսել են ինչ փոփոխություններ են տեղի ունենում Հայաստանում, տեսել են Հայաստանի ժողովրդավարության մակարդակը եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ այո, մայիսի 4-ին այդ նշանավոր իրադարձությունը տեղի կունենա Հայաստանում իր քաղաքական դրական հետևանքներով, բնականաբար ոչ միայն մեր քաղաքական ուժի համար, այլ Հայաստանի Հանրապետության համար առհասարակ, որովհետև նման մասշտաբային միջոցառումներ պատվով ընդունելը եւ անցկացնելը բավականին մեծացնում է տվյալ պետության ռեյտինգը։ Ինչ վերաբերում է թե ինչ հյուրեր կլինեն այդ միջոցառմանը, շատ կոնկրետ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների իմաստով, ես նման տեղեկատվություն չունեմ, բայց Հայաստանի Հանրապետությունը ըստ էության բնական է, որ բոլոր երկրներին վստահ են, որ հրավերներ կուղարկի եւ ուրեմն պատշաճ կերպով այցելությունները կկազմակերպի բոլոր երկրների ղեկավարներին։ Պարոն Հովհաննիսյան, խոսենք նաև եկեղեցու նորոգման շուրջ կամ այս օրակարգի շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ։ Տեսեք, տևական ժամանակ է գործընթացը կա, վերջին շրջանում վարչապետը նաև հանդիպեց 10 եպիսկոպոսների հետ, համակարգող խորհուրդ ձևավորվեց, նաև հայտարարության տեքստ ընդունվեց, որը ըստ էության այդ ճանապարհային քարտեզն է, թե ինչպես պիտի տեղի ունենա այդ նորոգումը։ Վերջին օրերի ընթացքում հատկապես տեսանք, թե որքան հոգևորականներ, քահանաներ միանում են գործընթացին, բայց հակառակ կողմում տեսնում ենք Գարեգին եւ Մայրաթորի նաև հայտարարությունները, որոնք չեն խոսում կամ նրա այն մասին չեն, որ Գարեգին բան պատրաստվում է հեռանալ կամ այս գործընթացը կարող է հաջողել, հակառակը շարունակում է այդ կարգալուծությունների շարքը, գիտեք, որ պարբերաբար ինչ որ հայտարարություն են տարածում նոր կարգալույց եղած հոգևորականի մասին եւ անգամ այնտեղից էլ հայտարարում են, որ կլինի 10 եպիսկոպոս թե ավելի եպիսկոպոսներ Գարեգին բան չի պատրաստվում հեռանալ։ Հիմա մի կողմից տեսնում ենք գործընթացը վարչապետը, որ պարբերաբար մասնակցում է պատարակների յուրաքանչյուր կիրակի, մյուս կողմում տեսնում ենք անկոտրում եւ համառ մարդկանց, այդ թվում նաև Գարեգին բան, որ հայտարարվում է չի հեռանալու, ժամանակ են շահելու, այդ մասին նաև խոսակցություններ կան մինչև 2026 թվականի ընտրություններ։ Դուք ինչ եք կարծում, հանգուցալուծումը որտեղ կարող է լինել եւ երբ, ինչպես։ Դե երբի հարցը այս բանը մի քիչ բարդ է պատասխանելը, որովհետեւ տեսեք, մենք կտրուկ գործողությունների գնալ չենք ցանկանում, որովհետեւ մեզ համար սրբության սրբոց է հայ առաքելական եկեղեցին, Մայրաթորը հատկապես։ Կտրիչ Ներսիսյանը սա շատ լավ հասկանում է, եւ Կտրիչ Ներսիսյանը եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին դարձրել է իր համար վահան, իր սրբապղծությունները կոչկելու, իր տիրադավությունը թաքցնելու, հանցագործությունները թաքցնելու համար դարձրել է վահան։ Մենք ասել ենք, որ հնարավորինս եղբայրական եւ խաղաղ մթնոլորտում ենք լուծելու այս հարցը, բայց ես կարծում եմ, որ առաջիկայում կլինեն օրենսդրական, կառավարության լիազորություններից բխող, ազգային ժողովի լիազորություններից բխող որոշումներ եւ գործողություններ, որոնք ուրեմն մեկ քայլ
կամ 2 քայլ մեզ կմոտեցնեն եկեղեցին տիրադավներից ազատագրելու մեր ուրեմն ծրագրին եւ վարչապետը դուք տեսնում եք ինչ էներգիա եւ ժամանակ է տրամադրում այս ամեն ինչին, որովհետեւ մեզ համար հայ առաքելական եկեղեցին մեր պետության հիմնասյուներից է եւ հայ առաքելական եկեղեցին չի կարող մի քանի մարդկանց ձեռքով դառնալ գործիք եւ օգտագործվի Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ որպես հիբրիդային հերթական գործիք։ Կտրիչ Ներսիսյանը չի միայն որ պետքա որոշի գնա կամ չգնա։ Ովքեր են։ Որովհետեւ ինքը արտաքին ազդեցություն գործակալ է։ Հիմա մեր քաղաքացիների մոտ կարող է հարց առաջանա, դե որ արտաքին ազդեցության գործակալա գնացեք եւ բռնեք։ Այո, ԱԱԾ-ն ինչի՞ չի գնում։ Գնացեք եւ բռնեք, ես մեր քաղաքացիներին պետք է ասեմ, որ համապատասխան իրավական գործընթացներ ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունենում են եւ համապատասխան գործողություններ տեղի կունենան, երբ որ դրանց անհրաժեշտությունը, նպատակահարմարությունը, իրավական հիմքերը լինեն, բայց նաեւ մենք հասկանում ենք, որ գործ ունենք նաեւ այլ երկրների հետ հարաբերությունների ավելի մեծ, պատկերի հետ։ Երբ որ ուղիղ ենք նայում process-ին ինչա տեղի ունենում։ Այսինքն ներողություն եմ խնդրում, Գարեգին Բեի ձերբակալությունը կարող է ազդել հայ Տեսեք, ես ընդհանրապես չեմ ուզում տեսարան տեսնեմ, որտեղ Հայաստանի Հանրապետության հայ առաքելական եկեղեցու ղեկավարին ով էլ ինքը ուզում լինի, այսինքն շոուներով եւ այլնով ինչ որ ձերբակալություններ։ Մենք այդ քայլերին գնացողը չենք։ Եւ սա այն մասին է, որ մենք մշտապես ասել ենք։ Մենք եկեղեցու դեմ չենք պայքարում եւ մենք որևէ գործողություն չենք ուզում անենք, որը կվնասի եկեղեցուն, եկեղեցու հեղինակությանը, Հայաստանի Հանրապետության հեղինակությանը որպես քրիստոնեությունն առաջին ընդունած պետություն։ Դրա համար ենք մենք ասում հնարավորինս խաղաղ եւ եղբայրական ճանապարհով ենք առաջ գնալու եւ մեր ունեցած իրավական գործիքակազմերով ուրեմն առաջ ենք շարժվելու եւ ուրեմն մենք շատ ենք խոսել մի շարք տարածքների մասին, որոնք եկեղեցապատկան են, մենք շատ ենք խոսել արտոնությունների մասին, որոնք եկեղեցին ստացել է տարբեր դրվագներով հարկային արտոնություններ եւ այլն եւ այդպես շարունակել չեմ խոսում մոմի վաճառքի մասին, չեմ խոսում մի շարք այլ ատրիբուտների վաճառքի մասին, որոնք ուրեմն չես հասկանում այդ գումարներն ուր են գնում եւ ինչ են արվում, մանավանդ երբ որ տեսնում ես, որ օրինակ քահանաները, մի շարք քահանաներ, եկեղեցու սպասավորներ խեղճ կյանքով են ապրում, շատ խեղճ կյանքով են ապրում եւ Կտրիչ Ներսիսյանը երբեք նրանց մասին չի էլ մտածել։ Երբ որ ընդհանուր առմամբ խոսենք եկեղեցու բարենորոգման օրակարգից, ապա մենք ամեն բան անելու ենք ուրեմն եկեղեցուն չվնասելու համար։ Մեզ համար Կտրիչ Ներսիսյանը վաղուց արդեն կաթողիկոս չի, եկեղեցու ներսում մի շարք հոգևորականներ ամեն օր միանում են բարենորոգման օրակարգին եւ ես հույս ունեմ, որ համատեղ ջանքերով ուրեմն մեր քաղաքացիների աջակցությամբ Կտրիչ Ներսիսյանը օր առաջ կհեռանա վեհանից։ Գործընթացը այլընտրանք չունի, ճիշտ եմ, չի հասկանում։ Գործընթացը այլընտրանք չունի, Կտրիչ Ներսիսյանը հեռանալու է։ Այստեղ հարցը ժամանակի եւ տեխնիկայի մեջ է, բայց ես հույս ունեմ, որ Կտրիչ Ներսիսյանը գոնե մի քիչ ողջախոհություն դեռ մնացել է իր մեջ, քաջություն մնացել է դեռ իր մեջ եւ մինչեւ վերջ չի խայտարակվի եւ օր առաջ կգնա հայ առաքելական եկեղեցուց։ Շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արտուր Հովհաննիսյանի հետ։ Կհանդիպենք։